Հարցեցողն եմ Նիկոլ Փաշինյանին։ Արցախյան շարժումը դուք չեք սկսել, որ դուք դադարեցնեք։ Շարժումը սկսել է Արցախի ժողովուրդը Արցախն Ադրբեջանին բռնակցելու հաջորդ օրվանից։ Արցախը միջազգային հանրության կողմից ճանաչվել է որպես հակամարտության կողմ դեռևս 92 թվականի մարտ ամսին։ Նրանք իրենց իրավունքները ձեզ չեն փոխանցել։ Այլ հարց է, որ դուք 22 թվականին Պրագայում ճանաչեցիք Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի հանրապետության նկատմամբ, ընկրկելով Ադրբեջանի պահանջի արժ։ Եվ ինչ ստացանք։ Ադրբեջանը որևէ բան զիջեց։ Խոսում ենք, մենք զիջեցինք, իրանք զիջեցինք, փոխզիջում եղավ։ Վերջի ադրբեջանական երկու կետերը իրենց պարտադրանքի արդյունքում զիջեցինք։ Ինչ տեղի ունեցավ։ Մենք փորձեցինք 3 ժամ շարունակ Արադ Միրզոյանից գոնե մի զիջում Ադրբեջանի կողմից հիշատակի, որ ինքը հիշատակի, այս հարցն էլ Ադրբեջանն է զիջել։ Դա համար ստեղ խորհրդանում դուք որ պահանջում եք հրաժարվել Արցախից, չհրաժարվողներին կարող եք կոչել ռևանշիստ կամ ադրբեջանական տերմիններով ասած ֆաշիստ, արտահանձնել Ադրբեջանին հենց թեկուզ մեկը ինձ կոչելով ռևանշիստ, մեկը դրանից խաղաղությունը չի մոտենում։ Եվ հիմա ստեղ օգտվելով հարցից իրավունքից, ուղղակի ասում եմ, նշեք գոնե մի կետ, որը Ադրբեջանը փոխզիջել է մեր բազմաթիվ զիջումներին ի պատասխան։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան, հարցի համար։ Ես անում եմ արձանագրում որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, եւ եթե Հայաստանի Հանրապետության ժողովուրդը անհամաձայնություն ունենա իմ արձանագրման հետ, ես չեմ լինի Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այսինքն սա առաջին մասով։ Ինչ վերաբերվում է խաղաղության համաձայնագրի վերջնականացված տեքստին։ Ես ուրեմն անվտանգության խորհրդի նիստում, ընդլայնված կազմով նիստում, մանրամասն հանդես եմ եկել հիմնավորումներով, թե ինչու է ճիշտ կայացնել այդ որոշումը։ Ես նկատի ունեմ խաղաղության համաձայնագրի նախագիծը վերջնականացնելուն։ Հետո ես այդ թեմայով նույն ելույթը ընդ որում ուզում եմ արձանագրել, որ անվտանգության խորհրդում ընդլայնված կազմում այս հարցի վերաբերյալ եղել է կոնսենսուս։ Հետո ես նույն հիմնավորումներով հանդես եմ եկել Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի մասնակիցների շրջանում, այնտեղ քվեարկության պրոցեդուրա չեն կարել եւ ես ներկայացրել եմ կառավարությանը, հետո ես նույն հիմնավորումներով հանդես եմ եկել Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամների կազմով քննարկմանը, որտեղ էլի ընդլայնված կազմով, որովհետև կառավարության ներկայացուցիչներ նույնպես հրավիրված են եղել։ Ես ուզում եմ ասել, որ ես նույն հիմնավորումները կարող եմ ունենալ նաև ձեր խմբակցության հետ հանդիպման ընթացքում, եթե դուք այդ հիմնավորումները լսելու ցանկություն ունեք։ Այդ հիմնավորումների մի մասը ըստ էության հրապարակային հնչած են, մյուս մասը չեմ կարծում, թե արժի հրապարակային հնչեցնել, բայց ես ձեր խմբակցության կազմով կարող եմ հնչեցնել ի ապացույցում այն բանի, որ ես ներհայաստանյան գաղտնիք չունեմ։ Ես դա դրա համար եմ ասում, որովհետև եթե դա գաղտնիք է արտաքին լսարանի համար, ներհայաստանյան լսարանի առաջ ես գաղտնիք չունեմ։ Եվ այդ առումով ես արձանագրում եմ, այո, ես ասում եմ իմ դիրքորոշումը որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որ մենք Ղարաբաղյան շարժում չպետք է շարունակենք։ Կրկնում եմ, ես դա անում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, եւ եթե Հայաստանի ժողովուրդը համաձայն չլինի իմ այս արձանագրման հետ, որ պահին համաձայն չլինի, ես այդ պահին կդադարեմ լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ։
Շնորհակալ։ Համեցեք, պարոն Խաչատրյան։ Քանի դեռ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ, սա իմ դիրքորոշումն է եւ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է։ Համեցեք։ Դուք Ղարաբաղյան շարժումը դադարեցրեցիք Պրագայում մայիս ներողություն հոկտեմբեր ամսին, բայց շարժումը շարունակվում է։ Իհարկե, դուք կարող եք շարժումը շարունակողներն էլ արտանձնել, եւ ձեր կուսակիցներից մեկը ասել շատ ուրախ կլինենք։ Անկասկած դուք ավելի կգերադասեք, որ ստեղ ադրբեջանցիներն նստեն արևմտյան, քան թե մենք։ Ամեն դեպքում հարցից դուք էլ չպատասխանեցիք։ Գոնե մի զիջում, որ Ադրբեջանն արել է։ Ասում եք, ես Հայաստանի ներսում գաղտնիք չունեմ։ Հայաստանի ներսում ենք։ Ինչ եք ֆրակցիային ուզում ասեք։ Հեսա բոլորին ասեք, քանի ժուրնալիստներն էլի բրբրթոսով չեն հանեօթյակից։ Ասում եք Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Չգիտեմ դուք դա ինչպես եք սահմանում, բայց օրինակ ԵԱՀԿ-ն տարածքային ամբողջականությունը սահմանում է լրիվ այլ կերպ։ Դուք ասում եք ես ճանաչեցի իրանց 86000, չգիտեմ ինչքանը, իրանք մեր 29743-ը, որովհետև ճանաչել են տարածքային ամբողջականությունը։ Ոչ, տարածքային ամբողջականությունը լրիվ ուրիշ բան է։ Եթե պարոն Արշակյանը կես րոպե ժամանակ տա, կարող եմ կարդալ, այլապես խորհուրդ կտամ ձեզ կառավարության անդամներին եւ մնացյալներին կարդալ, թե օրինակ ԵԱՀԿ-ն ինչպես է դա սահմանում։ Հիմա ուզում եմ ասեք, մի զիջում, որ Ադրբեջանը արած լինի, դուք հերոսական զիջումներ եք անընդհատ անում։ Իսկ Ադրբեջանը լավ այդքան տղամարդկություն չունի, ձեր կիրթ եւ կառուցողական գործընկեր Ալիևը մի հատ քաջ զիջում էլ ինքը աներ։ Շնորհակալություն։ Ես ասացի, եթե դուք ցանկություն հայտնեք, ես ասում եմ պատրաստակամ եմ, ընդ որում ես իմ տեքստը գրավոր բաներով ա եղել, գրավոր այսպես պարբերություններով, որը ես հատուկ նաև բոլոր դեպքերում էկրանին արտահայտել եմ, այդ նույն տեքստը պատրաստ եմ ներկայացնել ձեզ, ինչ ասում եմ, չեմ կարող այստեղ ասել, կարճ, հիմա ասեմ կարճ, իսկ եթե կարճ, երբ որ դուք ձեզ պետքա ԵԱՀԿ-ին բան եք անում, հղում եք անում, ես էլ ասում եմ, գնացեք, կարդացեք ԵԱՀԿ 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովի փաստաթղթերը եւ կհասկանաք, որ Ղարաբաղյան շարժումը այդ ժամանակ արդեն ավարտվել էր, ուղղակի մեզ ոչ ոք դրա մասին տեղյակ չէր պահել, մենք էլ այդքան ինչ ասեմ, այդքան ինտուիցիա չենք ունեցել, որ կարդանք եւ ինքնուրույն դա հասկանանք եւ այդ կետից սկսած այն թոկի պատմությունը պատմել եմ, նորից չպատմեմ։ Շնորհակալություն։